գիշերը մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի, նա իմ հույսը անբարակույսը, նա իմ լույսը կեց գիշերի, նա իմ հույսը անբարակույսը, նա իմ լույսը կեց գիշերի. Եկել էր, կյանքս բեկել էր, բախտս թեքել էր ինքն իր բախտին, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերը քնքուշ է կես գիշերին, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերը քնքուշ է կես գիշերին. Ներսարի ինչ ես կանգնել, ինչ ես հիմար ժպիտով քարացել, սա Երևանն է, սա Երևանն է, սա Երևանն է. Մայրաքաղաք է Երևանը, թե գավառական քաղաք։ Մինչև կփորձեք տարբերակել, առաջարկում եմ հիշել մինչև 80-ականների քաղաքը։ Երբ Երևանը Երևան էր, մի քիչ էր Երևան։ Այստեղ միահյուսվում էին հնամենի արևելքի և երիտասարդ արևմուտքի մշակույթները։ Մեր քաղաքը շնչում էր յուրահատուկ կոլորիտով, որ նրան հաղորդում էին Երևանում ապրող, մտածող ու ստեղծող մարդիկ։ Նրանք ունեին իրենց հավաքատեղիները և Երևանը, իբրև քաղաքակրթության միավոր, ձևավորվում էր այդ հավաքատեղիների շուրջ։ Դրանք մեծ մասամբ սրճարաններ էին, ուր նոր խոսքի, ազատ գաղափարների կարոտ երևանցիներն այցելում էին մի փոքր հատված գողանալու իրենց մեծերի, սիրելի հեղինակությունների այնքան պարզ, բայց այնքան գեղեցիկ կյանքից։ Մենք մեր կրթության մի մասը, միգուցե կեսից ավելը, ստացել ենք Երևանի սրճարանների բնույթն էր այդպես այլ։ Չոր մի ոգեղեն իհարկե մթնոլորտ կար այդ շրջանում, որ հիմա բացարձակորեն չկա։ Հիմա անորոշ։ Չգիտեմ, բայց այս ամեն ինչը պետք է եփի, որ նորից քաղաք դառնա։ Այս Պրագայում տեսել եմ, որ Պրագան իր տրադիցիաները չի փոխել երբեք։ Մենք տրադիցիաները կործանելով ենք զբաղված, անընդհատ է լուսավոր ջահ է գալիս, տրադիցիան ազգային, դա լուսավոր ջահ է։ Եվ մենք ավելի շատ Պապազյանի ասած այդ ջահերը հանգցնելով ենք զբաղված, եւ եթե ինչ-որ բանում մեղադրելու լինի, մենք ինքներս մեզ առաջերտին պիտի մեղադրենք բոլոր հարցերում։ Երևանը կենդանի հանճարների քաղաք է, զարմանալի բան է, մեր սերունդի բախտը բերեց։ Երևանը ինչ-որ ամերիկական ռուսերեն բառով ասեմ նակլատկայ է նստել վրան, մեկը գնում է Լոս Անջելես, որը ամենածածրամակարդակ զոնան է, այսպես ասած, Միացյալ Նահանգների, մի հատ ինչ-որ յամ-յամ բառ է տեսնում, գալիս տեղ յամ-յամ է սարքում, կամ ինչ-որ այս ծևի բաներ էլի, մեզնից չբխող։ Սա հայտնի Պոնչիկանոցն է, այն ամենից շատ սիրելի էր ուսանողության համար։ Պոնչիկը կամ ժամանակակից լեզվով ասած փքավլիթը ամենաէժան կերակուրն էր, 5 կոպեկ, 7 կոպեկանոց կակաոյի հետ։ Հերթերն անպակաս էին, բայց պոնչիկ ուտելը դարձել էր ծես, որի մեջ հերթ կանգնելն անգամ իր հմայքն ուներ։ Պոնչիկանոցը ուսանողության հավաքատեղին էր, սա յուրօրինակ միջանկյալ տարածք կարելի է համարել մինչև Պապլավոք, Վազնիչոք, Կազիրոկ, Թեմուրնոց, Կապեյկա, Արաքս կամ Արագիլ հասնելը։ Չգիտես պատահական զուգադիպությամբ, թե հատուկ մտածված կերպով, մտավորականությանն այս հավաքատեղիներն ընկած են Պոնչիկանոցի և Պիրաշկյանոցի միջև։ Այս մեկի տարածքը և տեղը մեր գործարարներին բարենպաստ չթվաց հերթական կազինոյի կամ գիշերային ակումբի համար։ Քաղաքն արդեն կորցրել էր Պիրաշկյանոցի հիշողությունը և նոր սերունդն այդ վայրը կհիշի արդեն իբրև Շահաբ Քիմմաքրման ձեռնարկություն։ Ամեն ինչը ձևավորվում էր, եթե կարելի է այսպես ասել, այ հենց այդ սրճարաններում, այդ նույն Սկվազնյակում, նույն Պապլավոքում, Կազիրոկում, դե ուսանող ժամանակները Պոնչիկանոցում, հենց Թեմուրանոցում, ինչ որ թվեցինք, որոնք քաղաքի դեմքն էին եւ առանց դրա մենք չէինք պատկերացնում մեր առօրյան։ Հասկանում եք, ոնց դա բացատրեմ։ Գուցե
այն ժամանակ մենք չէինք հասկանում սրանց նշանակությունը, բայց հիմա շատ լավ ենք հասկանում հերոց։ Երբ որ կորավ, զգացինք այս ինչ կորցրեցինք մենք կորցրեցինք մեր դեմքը։ Ապլավոկ Կազիրյոկ Սկվազնիչոկ եռանկյունում ձևավորվեց այն ազատ գաղափարախոսության տերմտավորականությունը, որ հետագայում Ղարաբաղյան շարժման կորիզն ու անկախ Հայաստանի նոր մտավորական սերունդը դարձավ։ Այս եռանկյունին այսօր խաթարված է։ Սկվազնիչոկն այս պահին նորոգվում է, որ դառնա Տիվիլոտոյի գրասենյակը։ Մտածելակերպման փլուզումը, դա շատ ավելի կարևոր էր, որ մենք կորցրեցինք, քան թե հավասարաչափ կարևոր էր այդ օբյեկտները հլվելու հետ միասին։ Ինչի պետք է սկվազնյակը վերանար, ինչու պետք է թեմուրանոցը վերանար։ Կազիրյոկը շարունակում է գործել իբրև սրճարան, բայց ելեմի հովարների տակ։ Եվ միայն Պապլավոկն է հաջողությամբ շարունակում քաղաքային ավանդույթը, թեկուզ եւ լրիվ նոր կերպարանքով։ Գիտեք, այն ինչ որ արեցին Պապլավոկի ռեանիմացիայի համար Վաչագանն ու Գարեգինը Մուշիկյաններ շատ ուրախալի է։ Կոնկրետ այժորդի կենտրոնը Երևանն է։ Երևանի կենտրոնն էլ այն ժամանակ Պապլավոկն էր, Կազիրյոկը, սա այդպես ռուսերեն անուններով, եւ Սկվազնիչոկը, միջանցահովիկ։ Որ ժամանակ։ Դա մինչև 88 թվականը այնտեղ էին հավաքվում էլիտան, ինտելիգենցիան, այսպես բան։ Նկարիչներն իհարկե բանում էին հավաքվում, կապեջկայում, այսպես ասած։ Եվ այդ Բերմուդյան եռանկյունն էր, Կազիրյոկ, Սկվազնիչոկ, Պապլավոկ։ Այդ հիմնական կետը Պապլավոկն էր։ Այստեղ ավելի Կազիրյոկում ավելի սպորտային ինտելիգենցիան էր հավաքվում։ Այստեղ բոլոր արվեստագետները, բոլոր մտավորականները, ովքեր ուզեցել են մեկը մեկին տեսնել, պայմանավորվեն, իրանց ոնց ասած խոսքերը փոխանակեն կամ իրանց կարծիքները բանանեն կամ գրեն, բոլորն այստեղ են եղել։ Ոնց որ քաղաքի իրական կենտրոնը լինի, որ ժամանակին ասում էին բոլոր ճանապարհները տանում են դեպի Կազիրյոկ։ Հռոմի նման մի բան է։ 56 թվին Կազիրյոկը սարքել եմ եւ աշխատում եմ այստեղ։ Այո։ Եվ ասում եք ինչու չեք վաճառում։ Ամենակարևորը անմիջականությունն է։ Տեսեք, երբեք չի եղել Երևանում, որտեղ ում պիտի զարմացնեին Երևանում, ոնց զարմացնեին, Երևանում հնարավոր չի կարելի զարմացնել։ Այդ մոտեցումը Երևանին հատուկ չի անցնում։ Դրա համար այսօր մարդիկ ծիծաղելի են, այդ տեսեք շատ կա այսօր։ Եվ չես հակաճառում, չես դիմադրում, որտեղ ծիծաղ, ընդամենը ծիծաղը առաջացնում այդ բանը։ Այդ մարդիկ չեն հասկանում։ Բոլորի մեջ կար վերաբերմունք, հասկանում ես, այն ժամանակ մեր մտածողության մեջ փողը չէր առաջնայինը մարդկությունն էր։ Ներսարի, ինչ ես կանգնել, ինչ ես հիմար ժպիտով քարացել, սատոբոցը, կյանքիդ դպրոցը, որ քեզ հիշում են դեռ չեն մոռացել, սատոբոցը, կյանքիդ դպրոցը, որ քեզ հիշում են դեռ չեն մոռացել։ Մենք արդեն հայտնի Գինետանն ենք։ Այստեղ առաջին անգամ հայտնվեցին գինու տակառներ եւ խոսքի, խղճի, մտքի ազատության սիրահարներին դուր եկավ նաեւ խմելու ազատության գաղափարը։ Հետագայում գինու տակառները հավաքեցին մեկ սրահում, իսկ մյուսում դրվեցին գարեջրի տակառները։ Սրահների զովությունը Գինետուն էր գրավում այնպիսի սիրված հեղինակությունների, ինչպես Ֆրունզիկ Մկրտչյանն ու Ազատ Շերենցը։ Բայց այս երկուսի համար առավել նախընտրելի վայր էր Կոպեկանոցը, Կապեյկան։ Վերջինս այսպես կոչված հանճարանոցի նկարիչների միության սրճարանի հարևանն էր։ Այս սեղանի շուրջ այնտեղ նստած էր Կոսկան Զարյանը, այստեղ Լևոն Ներսեսյանը։
Դա 63-64 թիվն էր երևի։ Էգզիստենցիալիզմի մասին առաջի անգամ որ մենք լսել։ Նրանք զրուցում էին։ Երկխոսություն էր։ Մենք բոլորս աշխատում էինք հնարավորին չափ մոտ նստել, որտեղ վերջին հաշվով երկխոսություն էր, որ չկանգարենք, բայց միևնույն ժամանակ չզրկվենք այն ինֆորմացիայից, որը միայն իրանցից էինք լսում։ Այդ պահին կարող է Ռուբեն Զարյանը մոտենար եւ միջամտեր խոսակցության։ Այդ պահին կարող է Քոչարը մոտենար։ Զրույց էր, տնավարի զրույց էր, բայց այն տնավարին չի, որից մենք այսօր ուզում ենք ազատվենք։ Ահավոր բարձր ինտելեկտի մակարդակ է։ Բայց միևնույն ժամանակ ինտելեկտի ցուցադրում չէ։ Բնական վիճակ է։ Լևոն Ներսյանը պարտադիր այցելուն էր նկարիչների միության սրճարանի եւ դա իր, այսպես ասեմ, իր թատրոնն էր կարելի ասել։ Նա այդտեղ դերասանական մեծ տաղանդի տեր մարդ էր, ըստ իս չէր զիջում հորը Հրաչյա Ներսյանին, մեծ արտիստ էր եւ նա ուներ իր հանդիսատեսը, ես էլ այդ հանդիսատեսների մեջ եւ Գեն, դերասան Գեն, իր ընկերներ, խմելու ընկերներ, մի օր ասեց Վարուժան, գիտես, ասում եմ, մենք հաշվել ենք, շատ լուրջ տոնով ասեց, որ ես ու Գեն վերջին 10 տարում խմել ենք 10,000 շիշ օղի։ Այդ սրճարանի զարդը եղել է Երվանդ Քոչարը։ Միշտ բանտով, սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով, ձեռնափայտով, խամորջը բերանին, մի առանձնահատուկ շուք էր հաղորդում ինքը սրճարանին եւ շատ հասարակ մարդ էր, շատ։ Ես հիշում եմ, որ ուսանողներ եկան, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ էին համալսարանի, եկան եւ ուզում էին իրանց դասախոսի ինչ-որ հոբելաներ, ուզում էին նկար առնել, ասեց ընտրեք, ընտրեցին, լավ նկար ընտրեցին, հետո ասեցին 150 ռուբլի ունենք, այդ նկարը շատ թանկ է, մենք լուր նստած էինք, ասեց վերցրեք նկարը, ծրարի մեջ այդ երբ որ ուսանողները դուրս եկան, բոլորը հարցակվեցին ինձ։ Ինձ հետ ինչ արեցիք։ Այդ նկարը բան։ Ասեց դրեք։ Այդ խրուստալ առնելու փոխարեն եկել են նկար են առնել։ Հասկանում եք ինչ շշմելու բան է։ Ուրեմն Քոչարն ու Կոստան Զարյանը սուրճ էին խմում, կոնյակ եւ սառը ջուր, որպես կանոն, դա հանճարների նշաններ է սրճարանի։ Առաջջերի սուրճ խմողները տաղանդավոր էին համարվում պարզապես, իսկ ոչինչ չանողները համարվում էին շնորհալի կամ հույս տվող, բայց անշնորհք մարդ այդտեղ չէր մտնում, էլի։ Ռաֆայել Արամյանը, հայտնի երևանցի, համով երևացի։ Մենք Կլազնյաչոկում նստած էինք, ինքը մի լավ անեկդոտ էր պատմում։ Եվ գիտեք ինչ, ասենք մի սեղանի շուրջ նստած մարդիկ մի բան պատմում էին, չէ, ամբողջ Կլազնյակն էր լսում, բոլորն էին լսում, դա բոլորի համար էր, այդ սեղանի համար։ Ուրեմն ամբողջ Կլազնյակը նստած ծիծաղում էին այդ անեկդոտից հետո։ Ուղիղ 20 րոպե հետո այս սրճարանից մարդ եկավ։ Խաբարը հասել էր, որ այդտեղ ինչ-որ հրահրոց է։ Եկան ասին, այդ ինչ են պատմել, ստեղից մարդ եկավ։ Անհասկանալի մի կապ կար։ Գիտեք, այս քաղաքում միասին ապրելու մի վիճակ կար, միասին էինք ապրել։ Երևի քչերը գիտեն, որ սիրված կինոնկարի այս դրվագը նկարահանվել է հենց Ֆլորայի այգում։
Ասում են, սա հետագայում դարձել է երևանյան փոքրաթիվ հիպիների սիրած հավաքատեղին։ Սա միակ վայրն էր, ուր հիպիներն ու գողականները մոռանում էին անհաշտությունը, որովհետև Ֆլորայի այգու առատ բուսականությունը երկուսին էլ թմրանյութ օգտագործելու համար որպես հրաշալի թաքստոց էր ծառայում։ Ֆլորայի այգու կոնկրետ տեղի վերաբերյալ տարբեր վարկածներ կան, բայց մի բան պարզ է, որ այն համընկնում է Օղակաձև զբոսայգուն։ Ասում են Ֆլորայի այգին վարպետի Ավետիք Իսահակյանի ամենասիրելի տեղն էր։ Ֆլորայի այգում քաղաքի լավագույն քյաբաբանոցն էր, իսկ երիտասարդական մետրոյի տեղում հայտնի Լորի ռեստորանը, Ձով ու մաքուր։ 0199 գեղարվեստական կինոնիկարի մեկ այլ դրվագ նկարահանվել է Լորի ռեստորանում։ Ուրեմն աղբեր է։ Օքի ջան, ամոթա, գնա։ Վայ գաշվան ջան։ Էսել քու ամանատը։ Վայ, Հալալլի։ վայ գաշվան։ Ջան։ Խորտիկ համտեսելու իսկական տեղը Թեմուրնոցն էր։ Այստեղ երևանյան գարեջրի հետ կարող էիր նրբերշիկով կամ սարդելկայով տապակած կարտոֆիլ ուտել։ Պարզ է, որ ամեն օր չէիր գա այստեղ ճաշելու, բայց երբ էլ գայիր, կհանդիպեիր քաղաքի ժամանակվա հերոսներին։ Մի հերոս էլ Թեմուրն էր, նա էր պատրաստում տապակը։ Էժան էր, իսկապես մատչելի էր ուսանողի համար, ասենք, գնալ Թիմուրնոց ու, ասենք, նրբերշիկ ուտել կարճիցայով, գարեջրի հետ, օղին էլ խմել, նրբերշիկը այնտեղ կարտոֆիլի հետ այսպես տապակում էին, այո, թավայի մեջ եւ այդպես էին մատուցում։ Իսկ Թիմուրը հին ադաթով, այսպես ադաթ բառը լավ է, էլի, ավանդականը ուրիշ է, ադաթով մարդ էր, այսպես ծուրտիկ, մուրտիկ, այսպես կռացած, այսպես մեծ քթով, ասենք կարող այսպես մոտենար, ում որ հարգում էր, կողքա սեղանին մի հատ բոբլա էր դնում, որպես խորին հարգանքի նշան, էլի, այսպես մարդկային մի բան կար։ Այցելուները հաստաբազուկ այդ մարդուն հիշում են մշտապես տեղանին կրծնած։ Դրա համար էլ, երբ հենց Թեմուրնոցի հարևանությամբ կանգնեցվեց Թամանյանի արձանը, մարդիկ ասում էին, թե Թեմուրին են արձանով անմահացրել։ Տեղ չկար նստելու, միշտ բան էր, լցված էր, ոտի վրա կանգնած էին գալիս բանը, շատ սպեցիֆիկ տեղ է։ Դու Թեմուրի շատ տարօրինակ հատկանիշ ուներ, տարօրինակ չէ, իր անձնավորություն էր, ողորմի իրեն, բոլորին պարտք էր տալիս, հենց այդտեղ խմողներին, որոնք հաճախ պարտքով էին բանանում, հետո էլ փող էին ուզում ու չէր մերժում, տալիս էր։ Չիլյանց լավիկը 140 ռուբլի պարտք էր, որ մահացավ մենք տղաներով հավաքվեցինք, տարանք տվեցինք Թեմուրին ու չվերցրեցինք։ Երևանն ու երևանցին այսօր օտար են միմյանց։ Երևանն է մեղավոր, թե երևանցին, դժվար է ասել։ Սակայն շատ բան կախված է ոչ միայն Երևանին համուհոտ տվող քաղաքացիներից, այլև քաղաքում ներդրում անող գործարարներից։ Գրանդ Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկության ղեկավար Հրանտ Վարդանյանը նախաձեռնել է Պոնչիկանոցի նորոգումը, որը հանուն երիտասարդ տարիների բարի հիշողության իրականացնում է նրա որդին՝ Կարեն Վարդանյանը։ Մեր սրտին ոչինչ չասող անուններով այսպես կոչված օբյեկտներ բացելու փոխարեն ցանկալի կլիներ, որ Պոնչիկանոցի օրինակով մյուս գործարարներն էլ ձեռնամուխ լինեին հին բարի Երևանի վերականգնմանը։ Պոնչիկանոցը օբյեկտ չի։ Պոնչիկանոցը Երևանի կոլորիտն է, Երևանի անբաժանելի մի մասնիկն է։ Եվ իմ նպատակը նա էր, որ Պոնչիկանոցը վերանորոգենք ժամանակակից եւ շատ ուրախ դիզայնով։ Ասենքն սերունդի փոխանակությունը միգուցե իր հետ կբերի նոր Պոնչիկանոցի երևույթ, որ դա անդադ շարունակական լինի եւ հնարավոր է, որ այդ գունազատումը, գունափոխությունը նոր սերունդի համար նոր քայլինի դեպի կարելի ասել նոր Պոնչիկանոց։ Մենք պետք է վառ պահենք Երևանի ոգին հանուն Մինասի, Լևոն Ներսիսյանի, Ֆրունզիկի, ի հիշատակ մարդկանց, ովքեր վառ ու գունեղ էին պահում Երևանի օդը, եւ իստեր այդ մթնոլորտում ապրած մեր հայրերի սերնդի։ Իսկ դա հնարավոր է թերևս այն ժամանակ, երբ կամաց կվերականգնվեն Երևանից անբաժան, ինտելեկտուալ շփման հավաքատեղիները։ Լոտո խաղում ես, հարցնում են հայտնի անեկդոտում,
Բայց ինչի վրա ես հույսդ դրել։ Ցավոք իմ համակարգացիներից շատերը հույսն այսօր լոտոյի վրա են դրել։ Ես իմ հույսը դնում եմ իմ քաղաքի հոգևոր վերածննդի վրա։ Ես հույս ունեմ, որ դեռ կվերադառնան այն հավաքատեղիները, որտեղ ես եւ իմ սերնդակիցները հնարավորություն կունենանք շփվելու ժամանակի մեծերի հետ, նրանցով հիանալու, նրանցով հարստանալու եւ սովորելու։ Ինձով գիշեր է, մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի, նա իմ հույսը, անբարակույսը, նա իմ լույսը կես գիշերի, նա իմ հույսը, անտարակույսը, նա իմ լույսը կես գիշերի։ Եկել էր, կյանքս բեկել էր, բախտս թեքել էր ինքն իր բախտին, բայց արդեն ուշ է, ուշը մշուշ է, սերը քնքուշ էր կես գիշերին, բայց արդեն ուշ է, ուշը մշուշ է, սերը քնքուշ էր կես գիշերին։ Ներսարի ինչ ես կանգնել, ինչ ես հիմար ժպիտով քարացել, Սայրվանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կես գիշերին, ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ հիշեցնում են անհիշելին։ Կանգնել, ինչ ես հիմար ժպիտով քարացել, սա փողոց է, կյանքի դպրոցը, ուր քեզ հիշում են դեռ չեն մոռացել, սա փողոց է, կյանքի դպրոցը, ուր քեզ հիշում են դեռ չեն մոռացել։ Մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերը քնքուշ է կես գիշերի, բայց արդեն ուշ է։ Ես խարիսխ եմ։ Նավապետը կարող է Նավաստիները կարող են անգահումեր ծովի մեջ, մկները կարող են պարկել նավից, բայց նավը պիտի կանգուն մնա, կանգուն մնալու համար պետք է որ նա խարիսխ ունենա, ոչինչ, որ ես ժանգոտած խարիսխ եմ, բայց խարիսխ ես եկել եմ այստեղ ասելու համար, ոչ մի տեղ չեմ գնա, ոչ մի բնակարաններով և աշխատանքներով, սորբոններով ինձ կայտակղել հնարավոր չի, որովհետև քանի որ ես Հայաստանում եմ, ուրեմն նավը դեռ անգրմված չէ։